Էլա բապե գտել։ Գնաց։ Սարք ես ասա, հենց հիմա ասա, ինչ են նշանակում։ Ինչ են նշանակում իրել առանց բառերի։ Ինչ է նշանակում մի գտալ սեր։ Շոտ։ Ես խիա շարժվում արա։ Հրհրում եմ շարժվում է կամերաս արա։ Մեր հետ խնդում է ջոգում է։ Տիկ։ Երկրաշարժը սանում, ասում ես Կալիֆոռնիաներում երկրաշարժներ է, հա, ընկերս։ բա։ Ես չէի լսել, ախպերս այդպես բան։ Ակվան Գասան ամերիկացիք էլի զերծ չեն ամեն ինչից ապեր, ամեն տեսակ ռիսկերից։ Ոչ ոք անպատիժ չի մնում ապեր։ Լավ է։ Պետք է հիշել, որ երկրի վրա դրախտ չկա, չգարես։ Արա, հա, ընկեր։ Ասենք են արևելյան ափերում չի լնում, իշքան գիտեմ, Նյու Յորք անենք օմերը, բայց ընդ է ենքան մարդա բնակեցված, ասենք դրի բանա, կռիսանոց է, հա, ընդել չեր էլի ապրել ընկեր, Նյու Յորք պատկերացրա, իրար վրա ասանց լծած, դրա մեծությունը ընկեր, այդ երկնակերերը, մի հատ Ֆրանկֆուրտ ես էթում, հոգնած հետ ես գալի տուն, դու պատկերացրա խոսքի, լրիվ կորցնում ես ընկեր, արա ես, հիմա չգիտեմ, մեր զրույցը հեսա կհատվի են զրույցին ինչ է որ երևի կխոսանք, ապե բայց որ հիշում եմ Ֆրանկֆուրտը, հա, այտենց դեպք չի եղել ես էթան Ֆրանկֆուրտ այլված տուն չգամ ընկեր, հա, են որ տա հաճության, այդ դու ճիշտ նշեցիր, այդ կորացության զգացումը ընկեր, ես երկու տարբերակ ունեմ, կամ շենքերից է, որ մեծ բլոկներով բետոններ է, չէ, կամ ժեշտեր է, տենց հաստ, երկաթից տրուբեք է ինչ-որ կապած խառը իրար մի քանի հատ ապագի լինի, թե չէ, կամ էտի է, որ արեստական ահավոր ձևի ու տենց շատ որ լինում է դրանից, ես նայում ես ենթագիտակցորեն նեղվում ես, կամ էլ մարդիկ են հավանաբար, ոնց որ Ֆորշնը ասում Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մեկ ենք, կարող է այդ մոմենտն է, որ մարդիկ բան են անում, ճոգիր տենց դե մեծ քաղաքներում հայտնի է, Ֆրանկֆուրտը երկնակերերը չեն, Ֆրանկֆուրտը զոմբիներն ապերը, հա, այդ զոմբիներն է հետը, հա, տես դրանց հլը չէի եկե, բայց քաղաքներում, բայց կգայի, հա, մեծ քաղաքներում տենց է, չէ, ավելի սառն են, տենց յանի ոչ մեկի չի տենում, ամեն մեկի իրա գործով, այդ մոմենտն է կարա ազդի էլի, ապե միշտ ես այդ ասոցիացիաներ, այդ զգացումներ եմ ունենում մեծ քաղաքներում, թե Բերլինում, թե ուր որ եղել եմ ախպեր, ուր որ եղել եմ մեծ քաղաք ես, մտնում ես, դու չես տենում մարդիկ, ովքեր դեմքեր ունեն, արա անդեմ են ապեր, այսքան նաուշնիկները այս են զլած ականջներին, ուսեց, ու ինքը էթում է, ոչ մի հայացք, աչ, ծաղ, արա մեկ ասում ես, այսքան ինչ եք լսում արա, ինչ եք այդքան լսում արա, ապեր սովորական է, այդ մարդիկ խոսքի դու հելնես ժամը 6-ի, ինքը կնստի տրամվայ, այդքան զրթիկը գդնի իր ականջներին, ժամը 6-ին արա, ուսեց կետ է ինքը, արա մտածում ես, ասում ես, իշքան միայնակ մարդ պտի ելնի, ինքը իր մտքերով, ինքը իր խոհերով, ինքը իր զգացումներով, որ պարտադիր իրան պետք կլինի այդ զռլաման, որ դնի ականջներին, որ ինքը մենակ չզգա ջոգում ես։ Բայց օրոտես, հա, ու վտանգավորն էնա, որ էտի է դնում է լրիվ խուսափում է ինքը իր մտքերից, իրանից լրիվ խուսափում է, անգնում է, չեմ ինչ պետք է լսի, երգ լսի անընդհատ, որ չես կարա էլի անընդհատ չես կարա անգեր, չէ։ Բառերը, մյուզիկը, կոնկրետ կտրի տանի եսին որդ է։ Ինչ-որ պոդքաստ լսես, էլի հա, օքեյ, կարա հանգիստ լինի, եթե մի օքի, երկու օքի, հա, բայց մեկը այդ էլի չի թողելու քեզ, որ քո մտքերի հետ լինես, էլի։ Մեկու մեջ հա կարող է ինչ-որ միտք բռնես, պաուզա տաս, գցես մի կողմ, ասես օքեյ, հիմա շարունակեմ իմ մտքերը պրոցես անեմ, մեջս էփեմ, բայց ոչ միշտ էլի։ Բայց էլի չես թողում, որ քո մտքերը պրոցեսը լինի։ Դու անընդհատ իրան դոզա ես տալի, ջոգում ես։ Բա։ Հա։ Չգիտեմ, մարդկանց տեսակները ապեր, այնքան տարբեր ու բազմազան են, բայց
ես հստակ հասկացել եմ, որ դա շատ կարևոր է, թե տեղանքից կախված մարդիկ ինչպիսին են, էլի։ Այստեղ օրինակ քիչ ես հանդիպում դու, այստեղ չես, այսինքն ոչ թե քիչ, հիմիկվա սերունդներն են երևի այդ նաուշնիկային հիվանդություններով բանով, տեխնիկական, տեխնոլոգիական, բայց դրանից բարձր սերունդներին են, որ պետքը չի ինքը դաժե չգիտի նաուշնիկը ոնց է միանում ընկե։ Հա։ Իսկ այդ տեխնոլոգիական երկրներում ընկե դու կտենաս մինչև 60 տարեկան մարդիկ այդպիսինն են, էլի իրանք կարճացան ու իրանք իրանց միայնությունը կոմպենսացնում են տեխնոլոգիայով, նաուշնիկներով, եսիմ էլի Netflix-ներով։ Ամեն դեպքում ըստ քեզ, որն է մարդու այն տիպը, ումից կարելի է օրինակ վերցնել ու ասել Նա բացի բայց կային է, էսի կտրելու։ Հանը խոսում ենք այնանից խիցրիչ։ Դե մենք կապ էի հալալս, արա ուզում եմ։ Ջանդամը դե։ Ջանդամը գյորը դե, կյա։ Հա։ Կոններ ոդկասթն է վարդի։ Արա ուտեմ ես քեզ, արա։ Ասա։ Թեման էլ էթում է։ Հա, ճիշտ ես ասում, լավ է։ Հա։ Ճիշտ ես ասում, համաձայն եմ։ Սալատ ես քոք է ջիգարս։ Սալատ։ Հա, ինչ ես ներս անում, մեռնում ջանիդ։ Սամոն եմ, Արա, սամոն է ոդկասթ ենք խոսում, արա։ Հանի, բարը որ ասում եմ կոմպով միացի, որ տենաս։ Ահա, սիրում ես լակոտի դարա։ Կյա Սուպ եմ չէ, ոտում։ Այդ տիպի բեջը չէ, անջատել վիգան նա է, չէ։ Կալոշակցեր։ Եսա վիդեոն անջատել է, ջոգեցում գետալած սուպ եմ, սաս կողխեսնում։ Բուխանգեն, չէ, միզերոս բուխանգեն։ Ու կողքից ես կտար, այս է ոչ Այ որ կծում կաշում են, արա հով։ Չի բրնում, չէ, ատամնել չի բրնում։ Այ ջիգար ես, արա։ Երա, ջիգար ես։ Աղբեր, հա, բայց վերադառնանք դրան իրականում, ես այդ զգացումներն եմ ունենում, որ ես ինձ այլայլված եմ զգում, որ ես տենում եմ, որ մարդիկ փախած են։ Տեղում չեն իրանք, աղբեր, դու էթում ես, քայլում ես, դու մարդիկ ես տեսնում, որ մի բան սովորես, որովհետև ըստիս դու ինչ տենում ես, դրանից ես սովորում։ Ու հիմա իմ տեսածը ինչ է, իմ տեսածը մարդ է, շարժվում են, միմիկա է, ժեստ է, ծիծաղ է, տխրություն է, ուրախություն է եւ այլը։ Երբ որ դու այդ զգացումները տենում ես մարդկանց մեջ, դու ինչ որ մի բան վերցնում, քաղում, սովորում ես, ասում ես, տես էսի է բնությունը, էս էլ էս մարդիկ է։ Բայց երբ որ մարդիկ կոծկում են դա, երբ որ մարդիկ փախած են դրանից, երբ որ մարդիկ իրանցից են փախած, դու էլ իրանց չես տեսնում իրանց բնականության մեջ, հետևաբար դու չես էլ կարող սովորես։ Էդի նույնն է, ոնց որ դու հելածելներ որսի, ասես ձեռնունայն հետեթայր դու դատարկ։ Այդ օրվա հացը չվաստակիր։ Այդ նույն զգացումն է։ Ու ոնց որ նույնն է, էլի որ հելում ես մանգալու ոչինչ չվերցրած տուն ես գալիս, ինչ որ այդ այր որսի ու որսը չստացվեր ձեռնունայն գայր տուն էլի։ Այդ զգացումն է, այդ դատարկությունն էլի։ Բա Բայց ըստ ես ինչն է պատճառը, որ առավոտ 6-ին մարդ կարա զարթնի, ագանջակալները թնե անգեժներուն մեջ է։ Թնե արա։ Թնե, նաուշնիկ չբռնած վերանս ասել։ Աղբերս։ Օբար, տենց ասենք կտրվի, խի։ Հնչու։ Ընկեր, իս թվում է մենակությունը ինքը բարդ տանելու գործընթաց է։ Ու այդ երկրներում, այդ արևմտյան երկրներում ոնց է, չէ, դու ստեղ կհիշես են, որ Ամերիկաներում երեխաները 18 տարեկանից լքում են իրաց ծնողներին, ինչքան են խոսում դրա մասին, չէ։ Դա առողջ է, էլի առողջ է, բան չասեցի։ Բայց երբ որ մարդիկ գնում են այդ 18 տարեկանից հետո գնում են ունայնության մեջ, են որ անեց ունայնության, որ իրանք դաժե չեն կարող էդի տանեն, իրանք չգիտեն էդի ինչ է, ինչի մասին է։ Ու իրանք կարան 1000 ու մի ուղիներին տրվեն այդ դատարկության մեջ։
ու այդ 1000 ուղիներից երևի մեկը կամ երկուսն է, որ մարդը կարա ընտրի, ասի ես ընտրում եմ դժվարը, բայց իմ հետ։ Մնացած ուղիները դա փախուստա ինքդ քեզնից։ Ու դրա մեջ մտնում է այն ամեն ինչը վերաբերվում է հենց այդ նաուշնիկային կյանքի, որ սաղ օրը դու քեզնից փախած ուրիշների մտքեր լսես։ Կամ երաժշտություն։ Արա ոնց կարա մարդը 12 ժամ ռոք լսի, հով ջան։ Արա չես հոգնի զրզմից ախպեր։ Էական չի, լավ ռոք չասեմ։ Ինչ, դաժե կլասիկ երաժշտություն չես կարա 12 ժամ լսես, այա։ Կամ ում պետք է դու լսես 12 ժամ ոդքասթ, որ ինքը քեզ այնքան սնի, որ ասես ախպեր, ես հելաոտ։ Կամ իմ դատարկությունը դրանով ռեալիզացվեց։ Ցենզուրայից դուրս բանա, բայց դու քո հետ չլնես։ Արա մեկ ես էլ եմ ինքս իմ վրա բռնել իմ կյանքի մեջ էլի, որ արա հավես չունես ինչ որ մի բան ձեռնարկես, որի միջոցով դու քո հետ համ կմնաս, համ էլ քեզ հետ արքիր կլինի քո հետ։ Մեկ հոգնում ես։ Մեկ քեզ բան է պետք, որ այնքանավոր ցրի, ու այդ պահին դու քեզ բռնում ես նրա վրա, որ ինչքան հեշտ է քեզ ցրելը, բայց ինչքան դժվար է դու քո հետ քեզ պահելը ու քո հետ մնալը, ու ինչ որ մի բան ձեռնարկելը, ինչի մեջ դու քեզ քո հետ հետարքիր կզգաս, այլ դա համարես։ Բանգերս։ Ես կարծում ամեն ինչից օրինակ չգիտեմ, տես, հենց մեկը դու Գերմանիա ես ապրել, դու Հայաստան ես ապրել, դու հիմա գնացել ես вообще ուրիշ աշխարհ։ Ճիշտ է, տարբերությունները, այսինքն հա, կա Հայաստան, Գերմանիա, Ամերիկա եւ այլը, բայց հաստատ Գերմանիա ու Ամերիկայի տարբերությունը մեծ չի, ու նույնատիպ դեմքերին դու այնտեղ ես, չէ՞ տեսնում։ Անդեմ դեմքերին, էլի։ Այդքան չի ասի, գիտես։ Երևի մի քիչ ուրիշ մոմենտներ է։ Կարող է եղանակի պահն է լավ ազդում այդ ամեն ինչի վրա, բայց իմ ջոգելով Գերմանիայում ավելի տենց մենակ են, ավելի տենց ինչ-որ սառն են, ավելի կորած են։ Հա։ Այդ ձևից գացում էլի։ Կարա եղանակից լինի։ Կամ է կարող է դրայվից լինի կյանքի, որտեվ այդ երկուսը բան է, չէ, տարբեր կառավարման համակարգեր ունեցող երկրներ են։ Գերմանիա սոցիալիստական է, շատ մարդ կարա չհամաձայնվի, բայց ըստ իս տենց է, իսկ Ամերիկան կապիտալիստական է։ Այսինքն սոցիալիստականում այդքան դրայվ կա, առանձնապես ոնց որ առավոտ զարթնում ես, շատ հետաքրքրություն չկա, ասես հելնեմ, ասենք, չգիտեմ, 8 հատ էսպրեսո գցեմ ներս, մատ վայրենի եսի մի երաժշտություն լսելով այդամ խզարեմ այսօր, որ շատ փող առնեմ, շատ փող առնեմ, position-ս բարձրանա, լավ դիրք զբաղացնեմ, փոխեմ ավտոս, ավելի լավ ավտո եկալեմ, ավելի մեծ ավտո, այտենց չկա այդ մոմենտները։ Իսկ ստե շատ ուժեղ կա այդ պահը։ Ստե ոչ մենակ այդ կա, այլ նաև հետևից նամանավանդ այս շրջաններում, հա, Սիլիկոնյան հովտում ու հատկապես այս ժամանակներում, երբ որ AI-ը ահագին համօգնում է, համ մյուս կողմից սկսում է դառնալ մրցակից այդ մարդկանց, գալիս է մի հատ երկու հատ սենց ուժեղ սուր ծերերով վախեր է գալի, որ հետևից սենց տալիս է մարդու քամակին, ասում է դավայ գնա առաջ, էլի։ Դավայ գնա խզարի, դավայ նենց արա, որ հանգարցի, թե մի օր ընկերությունը որոշեն, որ պիտի լիքը մարդկանց հանեն գործից, դու այդ ցուցակի մեջ չլնես։ Որը որ ռեալ լինում է, էլի, երեք ասենք Oracle-ը, որ եկահայտնի կոմպանիա, մի 3000 հոգի layoff արել։ Այ քեզի բան։ Դեմս առավոտ 6-ին մարդիկ զարթնում են, տես մեյլ է գալի լիքը մարդկանց, բա վсё, հա։ Հելեք էլ փող չկա։ Այդ փողը դնում են ուրիշ բանի մեջ, այդ փողը դնում են AI սարքելու մեջ, էլի։ Ոչ, մետի արդեն ուրիշ թեմա է, բայց միտքը այդ է, էլի։ Ինձ թվում է drive չկա շատ երևի։ Հա։ Եթե drive չկա, հելնում ես, եթե drive չկա, նաև արա նաև ոնց որ ֆոնային վախեր ունենք, չէ՞ սաղ ասել։ Ու
եթե drive-ը 0 է, այդ վախերը ավելի են տենց սաստ կանում, ավելի sense բարձրանում են, sense ձենը ոնց որ sense ֆրիկով բարձրանա, շատ ես լսում այդ վախերին, երբ որ drive չկա։ Իսկ drive-ը ինչ է իրանից ենթադրում։ Drive-ը ենթադրում է սևեռում կամ focus։ Սևեռված դնում ես մի բանի վրա։ Եթե սևեռված մի բանի վրա գնում ես, նշանակում է հենց սևեռում, այսինքն մնացած բանային ուշադրություն չես դարձնում, այդ թվում վախերին, ֆոնային։ Ճիշտ ես։ Ու մխած գնում ես դրա վրա։ Բայց եթե չկա այդ վախերը բարձր ձենով նստած են այնտեղ, sense տակը գոռում են։ Հա, գոռում են։ Ու այդ վախերը այդ ամեն ինչը քո ներսում է։ Իսկ ով է ուզում դժվար է վախերին տենց միանգամից գնալ դեմ-դեմի, էլի։ Իսկ այդ վախերը քո ներսում են, այսինքն automatically դու չես ուզում գնաս քո ներս, որտեվ քո ներսում այդ վախերն են, որ գնաս ներս, այդ վախերը քեզ վախացնելու են։ Ասում ես բե հələ մատ նաուշ դնեմ, տենամ ինչ է կատարվում։ Տենամ Թրամփը ինչ արեց վերջը խփեց Իրանին, թե չէ։ Հա, լավ ճիշտ ասում ախ։ Հա, բայց այդ drive-ը մեծ ստիմուլ է, իրոք մեծ ստիմուլ է։ Drive-ը ոնց որ ապահովություն է, տա, որ դու մտար դրա մեջ, դու գիտես այսօր քո ապահովության համար քո անելիքը արեցիր։ Ոնց որ ինչ էլ որ պատահի վաղը, այդ email-ը դու ստանաս եւ այլը, ամեն դեպքում դու քոնը արել ես, էլի սենցա դառնում։ Ու էդի ոնց որ քեզի հանգստացնում է, որ դու մաքսիմալդ քո արեցիր։ Դե հիմա տենց դառավ։ Արա, բայց մյուս կողմից էլ հələ պատկերացրա, էլի մարդիկ մի ցելի կյանք դնում են հավատալով այն մտքին, այն փիլիսոփայությանը, թե էդի փիլիսոփայությունա, թե չէ, չգիտեմ, նաղդի իրանք ոնց որ տրվում են մի հատ ինչ-որ ֆիրմայի, կամպանիայի, մի հատ աշխատանքի, իրանք ամբողջ կյանքը տեսնում են դրա մեջ, օրից մի օր այդ կամպանիան հելում ասում անգեր, վсё, էլ չկա, ռեսուրս չունեմ կամ էս չունեմ, պետք է հելնեք մարդիկ խոսքի։ Դու պատկերացնում ես ինչ կարքի փուչի կա պայթումը դե ջոգում ես, ինչ տիպի պայթում։ Ինչ տիպի անիմաստություն, հա, կներես ասա։ Չէ կներես կտրի հավե։ Small fix-ը, վсё, քուրս, վсё։ Այդ էլի։ Հա, լրիվ էտա։ Կոնկրետ տենց ասենք, վсё, ասենք ինչ պետք է անես։ Ո մարդու իրավունքների դատարան չես էտալու, ասես ինձ գործից անին։ Պատկերացնում ես։ Ու հա, քո ասացի նման ամբողջ կյանք դնում ես դրա մեջ։ Ու այտենց նեղ ինչ որ չափորոշիչներով ապրելով, նեղ մասնագիտացման հնարավորություններով, նեղ ինչ որ ճյուղի մեջ լինելով, ոսկի երբ որ գալիս է այդ պահը որ հելանք, ու այդ մարդը արդեն պետք է հստակ հասկանա, թե լավ, էլ իրան ինչ կարա սպասվի։ Հիմա օրինակ եմ ասում, հիմա մեծախոսություն չլինի, հա, մենք մի քիչ այլ ձևով ենք ապրել, մեծացել, հողի հետ էլ է աշխատանք եղել կամ քարի հետ էլ է եղել, բան, այն որ մտածում ես, ասում ես, թե ինչ էլ լինի, մի բան պետք է անեմ, էլի, կեթան հողով, այդ ձեռով հող կմշակեմ կամ կենթանի կպահեմ։ Բայց այդ աշխարհակարգերի մարդիկ, որոնք որ ապրում են, իրանք բացարձակ են, որ շատ հեռու են, էլի այդ ամեն ինչից։ Իրանց է ինդուստրիան է, վсё։ Ու որ հանին ֆուկ արեցին, որ մտածում եմ մեկ-մեկ դու Նյու Յորքում ես ապրում, մենակ երկնաքեր ես տեսել։ Առավոտ հելում ես email ես տանում, ջոգում ես ինչա կատարվում, արա։ Ընդ գալիս է գլխիդ ապահովագրություններս ինչ եմ անելու, տունս ոնց են վճարելու բան, ու խելա գառություն է։ Կոնկրետ կգժվես էլի։ Ոնց սովետի մոտ լիքը մարդ տենց ասենք բան եղավ էլի։ Այդ փողերը փոխվելու բանի պատմության վրա։ Ինչքան կորցրի, ինչքան բան արի։ Դիզել են միլիոններով, մեկը հոп փոխվում է բարձ։ Դա։ Բայց հա, կինո է էլի ջոգում ես։ Ու ասենք այդ մարդկանց մեծ մասը ինչ որ երկրորդ պլան է չունի։ Հա։ Survival-ը գոյատևումը շատ բարդ հալնելու իրանց համար, որովհետև այդ մի ամբողջ կյանք դրա մեջ դնելու ընթացքում իրանք լրիվ սևեռված են եղել մեկ դրա վրա, երկրորդն էլ իրանց ֆիզիկական կարողությունները այլանդակ ձևի վատացել է։ Ահա որ,
Ահա որ ընկեր։ Դու որ նայում ես, ասենք այդ օֆիսների մարդիկ, այդ ինչ որ տես top եսի ինչեր, նայում ես ֆիզիկական ինչ դեֆորմացիաներ ունեն։ Ճիշտ ես ասում, ապա։ Շատ լավ ես ասում։ Շատ լավ կետ ես բերի առաջ ընկեր։ Ու դա շատ տխուր է, էլի։ Նայում ես այդ մարդը կարող է հանճարա եւ այլն, բայց կոնկրետ դեֆորմացիա է ֆիզիկապես։ Արա հա։ Ճոգմես ինչ որ բաներ չի օգտագործե, մեջքն ավիրվե, ինչ որ մեկի ոտերն ավիրվե։ Հա, լրիվ հյուծվել է էլի ֆիզիկապես։ Դե որ բնական էր, տենց է պիտի լինի, եթե չօգտագործես։ Հա, տենց էլ կա ընկերս, ճիշտ Բարի պիտի գնա։ Բա ախպերս։ Բայց ըստ քեզ հիմա որն է, ըստ քո բանի էլի։ Որը կլինի այդ լավագույն դիվերսիֆիկացումը կյանքի, որ մարդուն այդ գլոբալ ռիսկերից մի քիչ ինքը բան կանի, էլի։ Զերծ կպահի, էլի, ոնց անի մարդ, ոնց դինի մարդ ըստ քեզ։ Ոնց անի, որ գոյատևի։ Հա, համ լինի օֆիսային, բիզնեսային վիճակի մեջ ռելևանտ, համ էլ եթե պահը գա, ինքը պատրաստ լինի survive անելու։ Ինձ թվում է դրա պատասխանը դու ավելի լավ գիտես։ Դու շատ ես survive անել։ Դու շատ ես Արա հերնեմ ջանի, տարա։ Կյանքս արա։ Ենթադրում եմ պիտի ելնի ինչ-որ նայ, ասենք ինչա, ոնց որ ամեն օրը պիտի կարգի բերես, հա։ Նախ դեից է պետք սկսել։ Եթե ամեն օր կարում ես կամ օրը մեջ կարում ես մարզվես մի կես ժամ 40 րոպե, թույն։ Բայց էլի մարզվելն է ջոգում ես հերիք չի այդ գոյատևման համար։ Չէ։ 30-40 րոպե գնացիր ջիմ, սենց արիր, Էդի երբեք էս սենսը չի լինում, էլի որ մացս բռնես շուռուպ ձգես։ Ճիշտ։ Լրիվ ուրիշ մոմենտ է։ Լրիվ ուրիշ մկաններ աշխատում, փախած են, որ նես մկաններ բռնվում, որ չգիտեիր որ տես մկաններ ունես։ Հա, ճիշտ, լրիվ։ Բայց տես այդ չի լինի, էդի լրիվ բալանսավորել, էլի, եթե ուզում ես լրիվ աշխատացնես, պետք է եթաս լրիվ չգիտեմ, սկսես բոստան մշակել, բան։ Էդ էլ արդեն մի քիչ անհամատեղելի կլինի այդ օֆիսային կյանքի հետ, բայց եթե օրական 30-40 րոպե պարապում ես, գնում ես օֆիս գործդ անում ես, փորձում ես խաղաղ պահես քեզ, ամենակարևորը հոգեպես, պետք է որ համեմատաբար ընկնի տեղ էլի, այսինքն օֆիսային թեմաների մեջ ես դու համե մարմինը տեղն է, աշխատում է։ Երբ որ գոյատևման բախտը գա, կարաս ավելի ոնց որ բարելավես ու դիմակայես կյանքի փորձություններին, որպեսզի չընկնես հորձանութի մեջ։ Հա, ու նայ գալով դրան, որ ինչից սկսեցինք այդ անդեմ մարդկանց մոդելներից էլի, հա, որոնք որ մասնագիտացված են սենց ու վсё, եթե դա չեղավ, իրանց փուչիկը պայթում է ու իրանք մնում են այդ ունայնության հետ մենակ։ Դա նորմալ է։ Փաստորեն դա նորմալ է։ Այսինքն, եթե այդ մարդիկ իրանք չեն դիվերսիֆիկացվում, ու իրանք չեն մտածում, որ ախպեր, այս կյանքը ինքը մի երանգ չունի, ինքը միա երանգ չի։ Ինքը կարող է փոփոխվի, ոնց որ դու ասեցիր, սովետի մոդելը, հիմիկվա մոդելն էլ ինքը հարատև չի։ Ու խոսքի են որ ինտուիտիվ բաներով, ինտուիտիվ իմպուլսներով զգում ես որ մոտալուտ է այս ամեն ինչի վերջը որ ու դու որ այդ ինտուիտիվ վերցնելով այդ ինֆորմացիան ասում ես եղբայր պետք է ես ինքս պատրաստեմ պետք է ես զինվորի պես լինեմ որ եթե պետք եղավ միանգամից ընկնես ուրիշ գծի վրա ու եթե այդ գծի վրա չաշխատեց ուրիշ գծի վրա ու եթե ինձ թույլ տամ, որ ես դեֆորմացվեմ թե հոգով, թե մարմնով, ես կարամ ինձ թույլ տամ, դրանից հեշտ բան։ Բայց հետո ես առերեսվելու եմ մեծ ցավերի, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ու հետո երբ որ այդ փուչիկը պայթավ, ես մնալու եմ իմ ցավերի հետ մենակ։
ու այդ ժամանակ ոչ մեկ չի գալու ինձ փրկել, ոչ մեկ։ Այսօր էլ քեզ ոչ մեկ չի գալի փրկի, եթե դու կարիք ունես։ Դու ես ու դու գնա հարցդ լուծի, վсё։ Ու դրա համար ոնց որ դու պետք է գտնես այդ դիվերսիֆիկացվելու մոդելը, որ ասես ստել պետք է ասես պետք է պատրաստ եմ, թե ստեղ, որ ինչ էլ որը լի, այդ համ ասեմ, տղեկ ես էլ ստե կամ։ Ճոգում ես։ Հա։ Հենց մեկը շատ կներես, հենց մեկը կռիվ ալնում։ Այն որ ոչ մեկից ինքը հերու չի, այնա հարևան երկիրն է, չէ։ Բոմբա պայթում։ Դու այսքան փորով մեր մոտ էլ պայթում էլի։ Հա մեր ճիշտ ես ասում, Ընդամենը մի քանի ամիս առաջ էլի։ Հա։ Մարդը այսքան փորով ինքը չունի այդ ֆիզիկական ճկունությունը, այդ հնարավորությունը, որ ինքը օրինակ իր մարմնի միջոցով երկար ճամփա ասնի։ Կամ գնանես պատը սպարվի, կամ եթե պետքա հելի ծառի վրա, կամ եթե պետքա թռնի պատի վրա, կամ եթե դու չունես այդ հնարավորությունը, ուրեմն բոմբը պայթավ մեծ հավանականությամբ ասկոլկեն գալու է վրեդ։ Օրինակ է, դա մեծ է, ախպե, որովհետև շատ է հավանականությունը մեծ է։ Չելի կկպնի միտը։ Իսկ ստե ախպեր էտա, դու մեծ ես ունեցար մեծ ջիպ կհել ես պատի վրա, ննգեր, չելի, ջպոտ կեսրնի պատի վրա, ննգեր։ Արա ոնց եմ սիրում ես դրուստերը քո հետ, Դե ապա դες ասենք բունկերներ բաներ են սարքում, այտենց բաները ստե է շատ ինչ որ չափով ավելի տարածված քան Հայաստանում եւ այլն էլի։ Ասենք հողեր ունեն մարդիկ, իրանց հողերի մեջ բունկերներ են սարքում, ընդ սնունդով եւ այլն։ Ավտոներ են գտնում ինչ որ փախած հին, ասենք հին տապոր Toyota-ները, որ զերո էլեկտրոնիկա вообще։ Հա։ Աշխատում է, քշվում է, բարձ բենզինը լցրող գնա, չէ՞ որ։ Բենզիններով տենց բենզիններն էլ են ահագին կուտակում։ Հա։ Հա, որ ինչ որ մի բան լինի կանան ձգեն էլի գոյատևեն։ Արա բայց էդ էլ է, էլի ջոգում ես ինչ հետաքրքիր մոմենտ է էլի ոնց որ ով քեզ ասես որ դու պետք է գոյատևես խոսքի, թե միջուկային զենք ընկավ, ասենք, սա մարդկությունը ջնջվավ։ Այդ ինչ միտք է մոտդ, որ սենց ինչ-որ շատ բան է, էլի սուպերիոր մոմենտ է մեկի մոտ ըլնում, որ չէ, իմ գենը այնքան լավն է, որ ես պետք է գոյատև, մարդկությունը կարա վարի գնա, օքեյ, բայց ես պետք է գոյատևեմ, ես պետք է սկսեմ նորից մարդկությունը։ Ես թվում է այդ պահում է։ Ես թվում է այդ համ պահում է, որ մարդկությունը ինքը իրան ուտի, ամել էդի պահում է, որ գոյատևի, էլի ջոգում ես, ոնց որ ինչ-որ մի հատ բալանս է, որը որ մի կողմից տեսնում ես, որ ինքը քո ասածի պես ահավոր փդած ինչ-որ բան է, որ մարդը ինքը հələ չի եկել ինչ-որ մի հատ վիճակի, որ ասի, այս ինչ եմ անում, ես ում եմ վերացնում, էլի։ Մյուս կողմից էլ քո ասածի պես այդ գենը ինքը որ ասում է ես եմ ամենան ու իմ գենը պետք է մնա, ինքը տենց սկսում է ծնել, վերարտադրվել, որ իր գենը շատանա, էլի։ Ու էդի լրիվ կենթանական, այն որ առյուծը ինքը եթե գնում է նոր էքի մոտ ու նոր էքը ունենում է կորյուններ ուրիշ մի արուից, այս արուն այդ կորյուններին վերացնում է։ Էդի բանը չի, սին բան չի։ Չէ, էդի սին բան պատմությունն եմ պատմում։ Սին բան չես պատմում, Արյուծների էտա, տենց է։ Հա։ Այսինքն ինքը եթե այս արուն գնաց այն մյուս արուին հաղթեց, նրա որդիներին ու նրա զավակներին վերացնում է, որ ինքը այս էքի հետ նոր զավակներ ունենա ու իրանը լինի։
Արա մարդն էլ է տենց, ախպեր։ Ու ասում ես խիա տենց, արա դու գիտակցություն ունես, խի պետք է տենց մարդ, խի պետք է ուրիշների զավակները վերանան, որ մենակ քոնը մնա։ Ինչ ահավոր է, չէ՞։ Անտանելի է, արա։ Քեզ խիա թվում, թե դու ավելի լավն ես։ Արա, բայց բացեց, իմ բան չես պատմում, ասեմ։ Արա, կյանքս, արա։ Սիմբայի մուլտիկի պատմում, ջոգի։ Կարևոր զրույց էր, ջիգյար, լավ զրույց էր, ապրես։ Ինչքան էլ ուրիշ բան է։ Սրան էլի կարադարվում, այս իման լավ թեմա է։ Ապե հա, էս իրական որ թե survive-ը, թե հիմիկվա աշխարհի մարդը, ժամանակակից մարդու մոդելը, թե ժամանակակից այս ամեն ինչը որ կատարվում է, թե մարդկային անտարբերությունը իր եղբայրների նկատմամբ, ուրիշ աշխարհամասում գտնվող։ Բայց այս վերջերս գիտես նկատել եմ։ Այս վերջերս Գերմանիայում օրինակ գոլեգաներս բան իրանք են գալիս այդ հարցին, այդ հարցադրմանը, ինքնահարցադրմանը, որ մենք ստեղ նստած ինչ որ մի բան ենք անում, բայց այնտեղ մարդիկ մահանում են։ Ու դա արդեն լավ սկիզբ է, որովհետև դա նշանակում է, որ դրանից առաջ այդ հարցադրումն էլ չկար։ Դա այնքանով է լավ սկիզբ, այդ նշանակում է, որ մարդը արդեն ինչ որ չափով արտնացում է տեղի ունենում մեջ, ինքը իրան հարց է տալի, ասում ախպեր, ես ստե տակուկ նստած ինչ որ կլավիշ եմ կտցնում, բայց այնտեղ մարդիկ խոսում, չգիտեմ, բոմբերից են փախնում, էլի։ Հա։ Դա բայց էլի վախից է գալիս, որովհետև իրանք էլ են կարծում, որ վախ կա, որ կարող է իրանց կողմել էդի գա, էլի։ Իրանք էլ են, որ դու իրանց մեջի վախը զգում ես, թե ատոմային թեմաներից, թե ընդհանուր գլոբալ ինչ-որ կռվից։ Ու այդ վախն է բերում նրան, որ իրանք մի քիչ իրանց մեջ ապրոմակցություն են ունենում մյուս աշխարհում գտնվող։ Թե չէ այդ վախը չլինի։ Հիմա օրինակ Ամերիկայում ինձ թվում է մարդիկ այդքան վախ չունեն։ Իրանք իրանց համար լրացած են։ Ոչ մի քիչ տանզին չի։ Դա։ Հիշում ես, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա սկսեց այդ հարձակումը Գերմանիայի միջձևին խառնվել։ Տագնապ էր, բա։ Վելանդակ ձևի խառնել, դա միջուկային գցելու Գերմանիայի վրա բանը։ Դու ես այս կողմից նայում ես Հայաստանից եկած ասում ես վատ եք հանգստացել։ Ես ինչից եք պանիկ անում, արա։ Էքշատների մեջ եք գերա, դες մոտ չի կարալի։ Ռուսաստան, միջուկային չեմի։ Բա, ես շատ են սառնասրել իրանց էլի, ապա, չգիտեմ։ Իրանց լավ սառնասրել են ու այդ կարեկցանքը սկսել է մեռնել։ Լրիվ, անտարբերությունը պատել է։ Հա, ու դա գալիս է օրենքներից, ինձ թվում է օրենքներից։ Լրիվ, ապա։ Ինչ-որ բանին, ինչ-որ կոմենտ չթողեն, ինչ-որ բանին, ինչ-որ ձևի ռեակցիա տան կամ չտան։ Քելը մի օր խոսանք այդ մարդկային անտարբերությունից, էլի։ Քելը լավ, ինձ թվում է լավ զրույց ալնելու։ Թե խի պետք է ցավը գա, թե խի պետք է վախը գա, որ նոր մարդ սկսի կարեկցել։ Որ դա լավն է։ Всё, գնացինք։ Ապրես, հալալագույնս, շատ ապրես, ընտիր։ Դեն հիմնական մատ։ Գիշերա միտեղ բարի եկա, միտեղ բարի ստարա։ Բարի։ Բայց դե, всё, դե давай ընկեր։ Առաջ։ Դա առաջ մախտ։ Ապրեք լսեցիք։